Խորհրդարանում արագացված կարգով քննարկվում են դիվանագիտական ծառայության մասին օրենքում նախատեսվող փոփոխությունները, որոնք նախատեսում են արտաքին գործերի նախարարության համակարգում դիվանագիտական ակադեմիայի ստեղծում։ Օրինագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ հավանության է արժանացել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում։ Օրինագծի հեղինակը արտաքին գործերի նախարարությունն է։ Նախաձեռնողների պարզաբանմամբ արտաքին գործերի համակարգում բարձրագույն ուսումնական հաստատության առկայությունը կնպաստի պրոֆեսիոնալ դիվանագետների պատրաստմանը։ Ցանկացողները կհանձնեն ազգային քննություններ եւ առաջին փուլում նախատեսվում է ընդունել 70 դիմորդ։ Փոփոխությունների համաձայն նաեւ Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնն է սահմանվում որպես բարձրագույն դիվանագիտական պաշտոն։ Խորհրդարանը նախատեսում է օրինագիծը հաստատել արդեն այսօր։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մինչև վերջ գոհ չէ մայիսի 26-ին անցկացված բողոքի ցույցից։ Բողոքի երթը միևնույն է ինձ մոտ թերիության զգացում թողեց։ Պատասխան չտրվեց գլխավոր հարցին, որոնք են հաջորդ քայլերը։ Փնտրում ենք հեղափոխական զրահամեքենայի ինժեներների, սոցիալական ցանցում գրել է Միխեիլ Սաակաշվիլին։ Նրանից տարբերվող դիրքորոշում ունեն 9 քաղաքական ուժերից կազմված միավորման առաջնորդների մեծ մասը, որոնք գոհ են հավաքի մասշտաբներից եւ սկսում են նոր արշավ Վրաստանն արժանի է ավելի լավին կարգախոսով, որը ենթադրում է հանդիպումներ քաղաքացիների հետ եւ ցույցեր։ Դաշինքից դուրս գտնվող ընդդիմադիր կուսակցությունները կարծում են, որ բողոքի ցույցը հստակ ցույց տվեց փողոցային քաղաքականությունը ապագա չունի։ Ինչ վերաբերում է իշխող ուժին, ապա վրացական երազանքը ուշադրություն է հրավիրում ընդդիմության նկատմամբ հասարակական աջակցության պակասի վրա։ Ընդդիմադիր դաշինքի անդամներ Նիկա Գվարամյան, Զուրագիրչի Ջափարիձեն եւ Գիգա Լեմոնջավան հանդիպել են Միացյալ Նահանգների պետվարչության ներկայացուցիչներ Չարլզ Յոքի եւ Փիթեր Անդրեոլիի հետ։ Դաշինքի անդամների խոսքով պետվարչության ներկայացուցիչների հետ քննարկել են Վրաստանում ընթացող քաղաքական իրավիճակը։ Ինչպես հանդիպման ավարտից հետո հայտարարել են ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, պատվիրակության հետ խոսել են երկրում առկա տնտեսական իրավիճակի եւ տարածաշրջանում նրանց հետաքրքրությունների մասին։ Նրանց խոսքով խոսակցությունը վերաբերել է նաև իրենց ապագա ծրագրերին։ Հիշեցնենք, որ սա Ամերիկայի պետվարչության երկրորդ այցն է Թբիլիսի։ Պատվիրակությունը ժամանել է մայիսի 24-ին եւ կմնա մինչեւ մայիսի 29-ը։ Նրանք արդեն հանդիպումներ են ունեցել վարչապետի եւ կառավարության անդամների հետ։ Եվրամիության արտաքին գործերի նախարարներն այսօր քննարկում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների նախապայմանները։ Նրանք կքննարկեն, թե ինչ պահանջներ պետք է ներկայացվեն Ռուսաստանին եւ ինչ նպատակների կհասնի Եվրոպան, եթե Եվրամիությունը որոշի ներգրավվել բանակցային գործընթացում։ Ինչպես Լիմասոլ ժամանելիս հայտարարել է Կայա Կալասը, Եվրամիությունը Ուկրաինայի շուրջ բանակցությունների շրջանակներում կարող է Ռուսաստանից պահանջել կրճատել բանակը, ինչպես նաեւ զորքերը դուրս բերել Մոլդովայից եւ Վրաստանից։ Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչը անուղղակիորեն հաստատել է մամուլի տեղեկություններն այն մասին, որ բլոկը այս փուլում որոշել է չնշանակել Վլադիմիր Պուտինի հետ բանակցող հատուկ ներկայացուցիչ։ Նրա խոսքով խոսքը պետք է վերաբերի ոչ միայն Ուկրաինային, այլև Ռուսաստանի ռազմական ներկայությանը Մերձ Դնեստրում, Աբխազիայում եւ Հարավային Օսետիայում։ Կալասի խոսքով սա մաքսիմալիստական մոտեցում է։ Հայաստանի վարչապետը մեծ բարեկամ եւ առաջնորդ ուժեղացնում է իր երկիրը, հարստացնում եւ դարձնում շատ անվտանգ։ Նիկոլ Փաշինյանը լիովին կիսում է խաղաղության եւ բարեկեցության վերաբերյալ իմ տեսլականը Հայաստանի եւ ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Այս մասին սոցիալական ցանցում գրում է ԱՄՆ-ի նախագահը։ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ շուտով ԱՄՆ-ն եւ Հայաստանը միասին կհիմնադրեն Թրամփի միջազգային խաղաղության եւ բարեկեցության երթուղին, որը նրա խոսքով կվերափոխի Հարավային Կովկասը եւ ամերիկյան էներգետիկ ընկերություններին հնարավորություն կտա Կենտրոնական Ասիայից ուղիղ հասանելիություն ունենալ մինչև ԱՄՆ։ Թրամփի խոսքով այդ պատճառով Նիկոլ Փաշինյանն ունի ԱՄՆ-ի նախագահի լիակատար աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգներին, Հայաստանին, Հարավային Կովկասին եւ Կենտրոնական Ասիային կհասցնենք աննախադեպ բարձունքների, գրում է Թրամփը։ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությամբ ինքը վստահ չէ, որ Իրանի հետ պետք է համաձայնագիր կնքվի, եթե երկրները չմիանան Աբրահամի համաձայնագրին, որի նպատակը արաբական երկրների եւ Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումն է։ Դոնալդ Թրամփի խոսքով նա խստորեն պահանջում է, որպեսզի Աբրահամի համաձայնագրին միանան Սաուդյան Արաբիան եւ Կատարը։ Թրամփի հայտարարությամբ ինքը չի համաձայնի այնպիսի պայմանագրի, որի շրջանակներում Իրանը իր հարստացված ուրանը կհանձնի Ռուսաստանին կամ Չինաստանին։ Միևնույն ժամանակ նրա խոսքով այս փուլում չի նախատեսվում Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացում եւ երկրի սառեցված ակտիվների փոխանցում։
Օմանը կվարվի այնպես, ինչպես բոլորը, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք պայթեցնել նրանց, այսպես է ԱՄՆ-ի նախագահը պատասխանել հարցին, կհամաձայներ արդյոք այնպիսի համաձայնագրի, որը Իրանին և Օմանին թույլ կտար համատեղ վերահսկողություն սահմանել Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Դոնալդ Թրամփը գտնում է, որ նեղուցը պետք է բաց լինի բոլորի համար և ոչ մի երկիր չպետք է կարողանա այն վերահսկել, սակայն հենց այստեղ նշել է, որ ԱՄՆ-ն վերահսկողություն կիրականացնի Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության վարչության աշխատակիցները առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման և իրացմանը նպաստելու մեղադրանքով տարբեր ժամանակներում ձերբակալել են 3 անձի։ Իրավապահները մեղադրյալների անձնական և ժամանակավոր բնակելի տների խուզարկության ժամանակ, ինչպես նաև տարբեր վայրերից որպես իրեղեն ապացույց առգրավել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, այդ թվում մեֆեդրոն և մեթադոն։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ Ֆինանսների նախարարության քննչական ծառայության պետն աշխատանքային հանդիպումներ է անցկացրել Շիդա Քարթլիի և Սամցխե Ջավախեթիի տարածաշրջանային վարչությունների աշխատակիցների հետ։ Լևան Խարաբաձեն կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից տեղեկություն է լսել ֆինանսատնտեսական ոլորտում կատարված հանցագործությունների դեմ պայքարի և կանխարգելիչ միջոցառումների մասին և շնորհակալություն հայտնել աշխատակիցներին կատարված աշխատանքի համար։ Լևան Խարաբաձեի հայտարարությամբ աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավումն ու կառուցվածքային ստորաբաժանումների ենթակառուցվածքների թարմացումը ծառայության համար առաջնահերթություն են և այդ ուղղությամբ աշխատանքները ակտիվորեն շարունակվելու են։ Վրաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Միացյալ Նահանգների պետվարչության ներկայացուցիչներ Չարլզ Յոքի և Փիթեր Անդրեոլիի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու համագործակցության հեռանկարները։ Ուշադրություն է դարձվել միջին միջանցքին և Վրաստանի որպես տարածաշրջանային կապող օղակի ու տրանսպորտային հանգույցի դերին։ Երկու կողմից էլ ամրագրվել է համագործակցության ամրապնդման ուղղությամբ աշխատանքները շարունակելու հաստատակամ պատրաստակամություն։